Սրբազան կուզեմ ասեք ձեր ձեռնադրման տարեդարձ այսպես ընդունված է ասել դրա մասին, կպատկերացնեիք տարիներ առաջ, երբ որ այդ ձեռնադրությունը ստանձնում էիք, ինչ կարգավիճակում, ինչ իրավիճակում պիտի հետո այսօր դա նշեիք։ Իհարկե ծիրանով հյուրասիրեցիք, նշեցիք այդ լավ էր, բայց ամեն դեպքում հոգևոր տեսանկյունից նաև։ Բնականաբար չէի պատկերացնի մանավանդ անկախ Հայաստանում, որի համար մեր ամբողջ գիտակցական կյանքը ներդրել ենք եւ ապրել ենք եւ գործել ենք եւ միշտ ասել եմ այս օրերին մեր կենսագրությունն է գողացված 35 տարվա կենսագրություն 40 տարվա կենսագրություն եւ հետեւաբար ինձ համար նաեւ խորհրդանշական է որ ձեռնադրությանս 2 թվականներին էլ կամ 2 նշվող օրերին էլ, որովհետև ես ձեռնադրում եմ պայծառակերպության տոնին, որ այդ տարի հուլիս 23-ին էր։ Հիմա գտնվում ենք կալանքի մեջ, իսկ անցնող ամբողջ տարին 5 տաղավար տոներն են գտնվել ուղղակիորեն կալանքի տակ։ Ես ինձ պատիվ եմ համարում բռնազավթված Հայաստանում լինել այս կարգավիճակում։ Իմ ձեռնադրության ժամանակ իմ հոգևոր ծնողը Մաշտոցի աղոթքի միջից կամ մաղթանքի միջից մեզ պատգամ ա եղել Սուրբ գրային ասելով այն ինչ խոսքով ասում ես գործով կիրագործես։ Մենք այլ կերպ չենք էլ կարող լինել։ Եվ այսօր յուրաքանչյուր մարդ ով գտնում է հայրենիքի առաջնագծում, խրամատում, հասկանում է թե մեր պետությունը ինչ վիճակում ապրում ու կենսագրությունն ու ուրախությունն է գողացված, կողոպտված, պատիվն է կողոպտված, չի կարող այլ կերպ լինել, ես ուղղակի չեմ պատկերացնում ինչ կերպ կարող է լինել։ Եվ հետևաբար փառք Աստծուն բոլոր այս օրերի ու ժամերի համար անցնող ներկա եւ գալիք։ Ծիրանը ձեր այգունն է, դուք եք մշակել։ Ծիրանը իմ այգունն է, ես չեմ մշակել, չէ, ես իմ այգի ասվածը մեր ընկերոջ այգին է, որտեղ ես հիմա տնային ազատությունն եմ իմ անցկացնում, շատ ընտիր պայմաններով եմ անցկացնում, շատ ընտիր, հրավիրում եմ գաք տեսնեք, ծիրանն էլ է մեր այգունը, կեռասն էլ է մեր այգունը, բալն էլ է մեր այգունը, հերթականությամբ և պարզապես խորհրդանշական էր, որովհետև ծիրանը շատ հայկական է, իր բնույթով էլ է հայկական, բաժանելու խորհուրդն ունի, որ մեկը մյուսի հետ բաժանում է և հետևաբար որոշեցի, որ այսօր նաև մարդիկ իրենց կյանքը ծիրանացնեն մի քիչ, հայկականացնեն մի քիչ ավելի և այսպես։ Սրբազան Արթուր Սարգսյանի նկատմամբ խաբտնային կալանքը փոխելու միջնորդություն ներկայացրեց փաստաբան Արև Աթումանյան, ինչ ակնկալիք ունեք դատարանից։ Հիշեք, ես դատարանից ոչ մի ակնկալիք չունեմ։ Դատարանն էլ կինոթատրոնի պես բան է, գալիս ենք մասնակցում են, ոմանք դիտում են, ոմանք մասնակցում են։ Հիմա ամեն մեկի մի դեր է տրված, դերակատարներ կան, գլխավոր դերասան կա, այն կողքից էպիզոդիկ դերասաններ կան, տուժող կա, զոհաբերվող կա, ահագին լավ դետեկտիվ է։ Հիմա մենք ակնկալիք չունենք, մինչև հասնի վերջը հասկանանք վերջում սցենարիստներ ինչ են գրել, ռեժիսորներն ովքեր են։ Դուք էլ նստած նայում եք էլի այն բանի հետևից մեծ էկրանը, սիրուն չէ, գեղեցիկ էկրանը, դիտում եք բավականին հանգստավետ աթոռների մեջ, այնպես որ ակնկալիք չկա։ Սրբազան ձեր պաշտպանները հայտարարեցին ՄԱԿ-ի զեկույցի մասին, որով նաև ձեր նկատմամբ այս խափանամիջոցները հետապնդումներն էին համարում մտահոգիչ։ Դուք ինչ ակնկալիք ունեք դրանից հետո այս դատական գործը ինչ պիտի։ Ես շատ մանրամասն դետալներով չեմ կարող ասել, բայց սա շատ մեծ ապտակ է այսօրվա բռնատիրական ռեժիմին, չարիքի ռեժիմին, ովքեր մեկ տարի շարունակ բարձրախոսում էին, թե ուրը միջազգային մի բան ցույց տվեք, մի բան, մի թուղթ, մի գիր, որտեղ արձանագրված լինի հակառակը այն ամենի, ինչ մենք ասում ենք։ Հիմա փաստահաշկների առջև է միջազգայինորեն ճանաչվել, ՄԱԿ-ի ամբիոնից կարծում եմ ավելի բարձր չկա, եւ դեռ առաջիկայում ավելի ծանր ապտակներ կստանան։ Եվ սա մենք չենք ուզում միայն կենտրոնացնել մեզ վրա, այլ ընդհանրապես Հայաստանում տիրող իրավիճակի վրա, այսօր բանտերում հարյուրավորներ են, քաղկալանավորներ, ասում էին Հայաստանում չկա քաղկալանավոր,
հիմա կասկածի տակ դրված է իրենց ասածը, թե ոչ, դրված է, չէ, հիմա իրենք պիտի պաշտպանվեն, այլևս հարձակվող չեն, պիտի պաշտպանվեն, բայց ինչպես պաշտպանվեն, դարձյալ ստերով, եթե գնաք իրենց պատասխանները տեսնեք, կտեսնեք, թե ինչպիսի մեծ ստերով են փորձում պաշտպանվել, զոր օրինակ, հունիս 12-ի այդ ողբերգական դեպքը, երբ իրենք կրակեցին ժողովրդի վրա, ռմբահարեցին ժողովրդին, վնասեցին 100-ից ավելի շատ մարդկանց, ներկայացնում են իբրև թե մենք փորձել ենք գրավել խորհրդարանը, եթե մենք փորձեինք գրավել, կգրավեինք, ես ձեզ ասում եմ, բացարձակ մենք ոչ նպատակ, ոչ ծրագիր, ոչ մի բան չենք ունեցել նման, եւ նույնիսկ հայտարարություն էլ չի եղել նման, մի հոգի ով այդ մեղադրանքը մեզ տալիս էր, հետո ներողություն է խնդրել դրա համար, անշուշտ։ Բայց ինչ եմ ուզում ասել, կներեք։ Նույնիսկ պատասխանները ավելի վատն են իրենց տրված պատասխանները, քան նախնական եզրակացության, այսպես ասած, արտահայտություն եւ ուղարկված հարցերը։ Սրբազան ընտրությունների արդյունքները ամփոփվեց Վահագն Հովակիմյանն էլ ասում էր արդար եւ թափանցիկ ընտրություններ։ Ո՞վ է Վահագն Հովակիմյանը։ Ես չեմ ճանաչում։ Իսկ ընտրությունները ինչ կասեք, արդար եւ թափանցիկ էին։ Դե մի քանի անգամ ասել եմ, առաջին արձանագրումը, որ պետք է անենք, եւ ես բոլորին եմ խնդրում, որ այդ արձանագրումը շատ շեշտեն։ 51% մեր երկրում մերժել են այս մարդկանց։ Իրենք ունեին 80%, 18-19 թվերին, 21 թվին նույնիսկ այդ դեպքերից ողբերգությունից հետո ունեին 56, 7, չեմ հիշում հիմա որքան տոկոս։ Հիմա ունենք 49։ Սա նշանակում է, որ 51% մեր երկրում արձանագրված 51%։ Ես չեմ ասում են մարդիկ, ովքեր ուղղակի մերժելով չեն գնացել ընտրությունները, չեմ ասում այն մարդկանց, ովքեր վախերի պատճառով են կամ զանազան այլ պատճառներով են գնացել եւ քվեարկել այս մարդկանց, ինչ թափանցիկ, ինչ արդար, աչքների առջև Բարգավաճ Հայաստանի ձայներն են գողացել, այսինքն դրանից ավելի տեսանելի ինչ կա, եւ ես այդ մարդուն չեմ ճանաչում ուղղակի, ոչ էլ գիտեմ որտեղ է ինքը աշխատում, չգիտեմ։ Սրբազան եւ այսօր գրեթե դատական նիստի ավարտին ձեզ ուղեկցեցին դատարան, դա պրոբացիոն ծառայության աշխատանքի թերացումն էր։ Դե ոստիկանությունը ծանրաբեռնված է տարբեր գոհ, պրոբացիոնը չի զբաղվում, ոստիկանությունն է ավելի։ Մարդիկ էլ այնքան բաներով են ծանրաբեռնվում, շատ հազար ու մի զանազան գործերով, Աստված տվել չի խնայել, մեր երկրում տեսնում եք ինչ է կատարվում աչուծախ։ Եվ հետևաբար փորձում են համատեղել, հասցնել ինչ-որ կերպով բոլոր իրավիճակներին լուծումներ տալ եւ այդ պատճառով է եղել, ուրիշ բան չկար։ Բացան նաև վարչապետի նկատմամբ չէ դատական հայցեիք ներկայացրել ու քիչ առաջ բնութագրում էիք դատարանի գործունեության օրական այն դեպքում ինչ սպասելիքներով։ Նայեք, սպասելիքի խնդիր չկա, մենք նախապես արդեն որևէ դատական գործընթաց նախաձեռնելով, որևէ վարույթ, որևէ հայցադիմում կատարելով, մենք ակնկալիք չունենք, որ դա բավարարվելու է։ Պարզապես մեզ համար կարևոր է այդ արձանագրումը, որ մենք պատրաստ չենք, նույնիսկ այս պայմաններում պատրաստ չենք ընդունելու այն խաղականները, որ իրենք թելադրում են կամ պարտադրում են մեզ։ Այդ մարդը պետք է պատասխան տա իր ասածների համար, բոլոր ասածների համար, գոնե այս փուլում, հաջորդ փուլում արածների համար էլ։ Չի կարող մեր երկրում այսքան անպատասխանատու խաժամուժ լինել բառից բուն իմաստով։ Չի կարող։ Խաժամուժ ինչու եմ ասում, որովհետև ինչ ուզում ասում են, ինչպես ուզում ասում են, որ ամբիոնից ասես խոսում են, մարդկանց վիրավորանքներից սկսած մինչև ծայրաստիճան այլ գործողություններ։ Հիմա մարդը հայտարարել է, որ ընդդիմության ձայները 100% ընտրակաշառքով են։ Հիմա ես ընդդիմության եմ ընտրել։ Թող փաստի, որ ընտրակաշառքով եմ ընտրել։ Եվ ինձ նման 100 հազարավորներ։ Թող փաստի։ Բա ասելու անցնել մեկա լինելու։ Դրա փոխարեն հայցը ներկայացրել Սոֆիա Հովսեփյանի դեմ օրինակ, անմիջապես 6 միլիոնի կալանք են դրել իր հաշիվների վրա։ Մեր գործը
դեռ չգիտեմ էլ անգամ վարույթ ընդունել են թե չէ, մյուսինը անմիջապես։ Հիմա եւ այսպես շարունակ։ Ձեր աչքերի առջևը Գագիկ Ծառուկյանի ամբողջ եղելությունը եւ այսինքն իրենք ինչ ուզում ասում են եւ հետեւից գնում են իրենց անպատասխանատու քայլերի եւ չեն ուզում պատասխան տան իրենց արածները։ Մի 20 հայց ենք ներկայացրել տարբեր զրպարտության գործերով։ Տեսեք ինչքան երկար է տևում, որքան երկար։ Դատա այդ վճիրներն էլ կարդակ օրինակ որոշների։ Ասում են ճիշտ եք ասում, ճիշտ եք ասում, ճիշտ եք ասում, ճիշտ եք ասում, բայց վերջում կներեք չեն կարող։ Սա է իրականությունը։ Բայց մենք ինչ ակնկալիք։ Մենք ակնկալիք չունենք, մենք արձանագրումներն ենք անելու։ Գնալու ենք յուրաքանչյուր քայլի անպատասխանատու քայլի եւ ասացի հետևից։ Եվ հուսամ որ ճիշտ կլինի ամեն ինչ։ Շնորհակալ եմ։ Ձեզ էլ շնորհակալություն, բայց երկու հարց էիր ասել։ Շատ տվեցի։ Հայցի դեմ Հողել է հայցը։ Դե լավ, տեղյակ չէ։ Արդեն իվաց։ Всё, так.